Բարի երեկո սիրելիներս, այսօր որոշեցի ձեզ միանալ երեկոյան, ցույց կտամ այս տեսահոլովակի ընթացքում, թե ինչ ենք ընտրելու, մայրը շատ համեղ տորտ պետք է պատրաստի, շուտով նրանց ամուսնության 14 տարին կլերանա վաղը, ցույց կտամ դա և ընթրիքի պատրաստությունը համեղ ընթրիք է լինելու, այնպես որ մեր երեկո ինձ հետ։ Նաիրան քիչ առաջ է արթնացել քնից, հիմա այստեղ նրա անկողինը կարգի բերենք, հայրս արդեն տուն եկավ, անկողինը կարգի բերենք, մինչև ընթրիքը պատրաստ լինի։ Սիրելիներս, եթե ձեզ հետաքրքրի տորթի բաղադրատոմսը, ապա բաժանորդագրվեք իմ ալիքին և ես ձեր ակտիվությունից կհասկանամ արդյոք հետաքրքրում է, թե ոչ։ Իսկ այժմ ցույց կտամ, թե ինչ ընթրիք եք պատրաստելու։ Սիրելիներս, սա արդեն տորթի շերտերն է, ինչպես ասում էի։ Մայրս պատրաստել է, թողել է, որ սառչի։ Հետո արդեն գրեմով կհավաքենք։ Այստեղ մայրս արդեն ընթրիքի նախապատրաստություն է տեսնում։ Արդեն կտրատել է դդմիկները, որպեսզի տապակի։ Հանել է նագեցները, որպեսզի մի փոքր փափկեն և սառցանից է անել, մի փոքր փափկի և սա է տապակենք։ Ներս լոկանքը Անթունել դուրս է եկել, չէինք ուզում մազերը խոնավ մնար, մայրիկիս խնդրեցի, որ ես ֆենեմ, իսկ իմ ֆենելը ուղիղ ֆենելն է, ինքը երբեք իր մազերը ուղիղ չի եղել, ծնված խուճուճ։ Մի կերպ սաներեցի, ուղիղացրել է ինքի մայրամազերը, շատ երկար է։ Նա Անհելինայի։ Սիրուն է մազերդ։ Դիմաց չկարողացա, հետևի մասը ուղիղացրել է։ Սա էլ մեր ընթրիքի սեղանն է, մենք հիմա ընթրենք, հետո ցույց կտամ նաև մեր սուրճի սեղանը։ Մեզ բարի ախորժակ, իսկ ձեզ բարի դիտում եմ մաղթում։ Մենք ընթրեցինք, վերջացրեցինք, հիմա արդեն մայրս և հայրս սրճում են, ես ու Նաիրան էլ այս համովություններն ենք վայելում, ահա մայրիկիս պատրաստած տորթի վերջնական տեսքը, ինչպես ասում էի, բաղադրատոմսը ձեր ակտիվությունից կտեղադրեմ, ինչքան ակտիվ լինեք, այդքան ավելի շուտ կտեղադրեմ։ Իսկ հիմա մենք սա էլ վայելենք, որպեսզի արդեն գնանք քնելու։ Դե ինչ, այսօրվա համար այսքանն էի պատրաստել։ Ձեզ մաղթում եմ բարի գիշեր, խաղաղ գիշեր, անուշ երազներ և կհանդիպենք հաջորդ տեսահոլովակում։ Ցտեսություն։